Ավելի քան 77 միլիոն ոսկե զարդերի հափշտակության օպերացիան ձախողվեց։ Երևանի 3 բնակիչներ խմբի կազմում նախապատրաստել էին ավելի քան 77 միլիոն դրամ արժողության ոսկե զարդերի եւ այլ թանկարժեք իրերի հափշտակություն։ Հանցանքի կատարման համար կատարել են մի շարք աշխատանքներ եւ չեն կարողացել սկսել հանցանքի կատարումը։ Հանցագործությունը բացահայտվել եւ կանխվել է ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների շնորհիվ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի բնակիչները խմբի կազմում 2024 թվականի սեպտեմբերի ընթացքում նախապատրաստել են Գեղարքունիքի մարզում բնակվող ամուսիններին պատկանող շուրջ 77 միլիոն 446 հազար դրամից մինչև 116 միլիոն 169 հազար դրամ արժողության ոսկե զարդերի եւ այլ թանկարժեք իրերի բացահայտ հափշտակությունը, սակայն չեն կարողացել սկսել հանցանքի կատարումը, քանի որ բացահայտվել են ազգային անվտանգության ծառայության կողմից։ Դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում կատարվել է մի շարք քննչական եւ վարույթային գործողություններ։ Դատախազի կողմից որոշում է կայացվել Երևան քաղաքի երկու բնակիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Որոշումներ են կայացվել մեղադրյալներին դատարան ներկայացնելու համար ձերբակալելու մասին։ Հանցավորները մանրակրկիտ պլանավորել էին ոչ միայն հանցանքի կատարումը, այլև փախուստի ճանապարհը։ 2024 թվականի սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժինն է ստացվել առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը, համաձայն որի Երևան քաղաքի 3 բնակիչներ 2024 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում նախնական համաձայնությամբ խմբի կազմում դիտավորությամբ այլ պայման են ստեղծել հանցակիցներ հավաքագրելու, հանցանքը կատարելու, նրանց հետ նախնական համաձայնության ուժողի անձեր նրա բնակարանը, հարակից տարածքների ուսումնասիրելու, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելու, բնակարանից դուրս գալու, հանցանքի վայրից հեռանալու, աննկատ ուղիները կանխորոշելու, հանցագործության հնարավոր խոչընդոտները վերացնելու եղանակով նախապատրաստել են Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի երկու բնակիչների բնակարան ապօրինի մուտք գործելու եւ նրանց բնակարանից առանձնապես խոշոր չափի այն է 200,000 ԱՄՆ դոլարից 300,000 ԱՄՆ դոլարին համարժեք 77 միլիոն 446 հազարից մինչև 116 միլիոն 169 հազար դրամ արժողությամբ ոսկե զարդեր եւ այլ թանկարժեք իրեր բացահայտ հափշտակելու համար, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը չեն կարողացել սկսել, քանի որ նկարագրված հանցագործության նախապատրաստությունը բացահայտվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։ Բացի այդ, ենթադրյալ հանցանք կատարած անձինք նախնական համաձայնության են եկել միմյանց հետ էլեկտրաշոկի միջոցով տարադրամի փոխանակմամբ զբաղվող դեռևս ինքնությունը չպարզված անձից բռնության գործադրմամբ խոշոր չափի 3 միլիոն 870 հազար դրամ հափշտակելու հարցի շուրջ։ Վերջիններից նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Միջնորդություններ են ներկայացվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել է։ Նախաքննության ընթացքում հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Երևան քաղաքի երկու բնակիչների նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն հանցանքի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 43-253-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով։ Մենք կապ հաստատեցինք գործով մեղադրյալ անձանց պաշտպանությունը ստանձնած փաստաբանների հետ։ Մեղադրյալ Սահակ Քալյանի պաշտպան Արտուր Պողոսյանը մեծ զրույցում ընդգծեց, որ վարույթն իրականացնող մարմինը մեղադրանքն առաջադրելիս հիմնվել է իր վստահորդի եւ մյուս մեղադրյալի ավտոմեքենայում տեղի ունեցած խոսակցության վրա, սակայն խոսակցությանը որևէ գործողություն, նախապատրաստական աշխատանք չի հաջորդել։ Իմ պաշտպանյալին Սահակ Քալյանին սկզբանե մեղսագրվում էր ենթադրյալ հանցավոր արարքների կատարում նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի առաջին մասով եւ 43-253 հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, առաջին, 2-րդ եւ 4-րդ կետերով
Նախաքննության ընթացքում ի սկզբանե մենք մեղադրանքները չենք ընդունել, հայտնել ենք, որ դրանք անհիմն խիստ սուբյեկտիվ ենթադրությունների հիման վրա ներկայացված մեղադրանքներ են։ Նախաքննության ընթացքում իմ կողմից նշված առաջին հոդվածով 318-րդ հոդվածով նախատեսված մեղադրանքը վերացվել է եւ նոր հանրային քրեական հետապնդում կառուցելու մասին որոշում է կայացվել դիսկոր դատախազի կողմից միայն երկրորդ հոդվածով քրեական նորմերի 43-253-րդ հոդվածի երրորդ մասի երկրորդ եւ չորրորդ կետերով։ Այսինքն հենց նախաքննության ընթացքում Իրականացնող մարմինը ևս համոզվեց, որ ներկայացված մեղադրանքներից առնվազն առաջինը հիմնավոր չէ եւ իր որոշումը պետք է մեղադրանքը վերացրեց։ Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքին, կողոպուտի նախապատրաստությունն է, այս մասով ևս բավարար հաստական տվյալներ ի սկզբանե չի եղել քրեական վարույթի նյութերում եւ միակ հաստական տվյալը, որի հիման վրա նախաքննական մարմինը այս մեղադրանքը ներկայացրել է, դա սույն քրեական գործով մյուս մեղադիա Լիպարիտ Մարգարյանի ավտոմեքենայում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված տվյալներն են, որի ժամանակ մեղադիաները Լիպարիտ Մարգարյանը եւ Սահակ Քալյանը վերացական բնույթի ինչ-որ խոսակցություններ են ունեցել Սևան քաղաքում գտնվող մի ուրեմն առանձնատան, այդ առանձնատանը ինչ-որ թանկարժեք իրերի, գումարի հետ կապված եւ ինչ-որ վերացական բնույթի խոսակցություններ են դրանք զուտ եղել։ Ընդ որում այդ խոսակցությունը եղել է 2024 թվականի սեպտեմբերի 10-ին, իսկ մեղադրանքները ձերբակալվել են նույն թվականի սեպտեմբերի 16-ի ուշ երեկոյան, այսինքն այդ խոսակցությունից 6-7 օր անց։ Իսկ իրականացնող մարմինը մեղադրում է մեղադրանքներին, որ իբրև թե նրանք նախապատրաստել են տվյալ հանցագործության կատարումը, այնինչ այդ ընթացքում սեպտեմբերի 10-ից 16 ցանկաց ժամանակահատվածում մեղադրանքները ընդհանրապես որևէ գործողություն չեն կատարել։ Իրականացնող մարմինը պնդում է, որ այդ եղանակով տեսախցիկներ տեղադրելու, շարժը հսկելու, հնարավոր կեղծամներ օգտագործելու, ոստիկանության համազգեստ օգտագործելու եղանակով պետք է նախապատրաստությունը կատարվի, սակայն իրականացնող մարմինը քննության ընթացքում որևէ նման փաստական տվյալ նման անապացույց ուղղակի վերջ չի բերել։ Մենք գործ ունենք հանցագործությունից կամովին հրաժարվելու ինստիտուտի հետ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրանքները այո, չեն հերքում, որ նման խոսակցություն տեղի ունեցել է։ Վերջինակ նաև հայտնում են, որ այդ խոսակցությունից հետո նաև հաջորդել է այլ բովանդակության խոսակցություններ, երբ որ իրենք նշել են, որ իմաստ չունի այդ գործողությունը կատարել։ Եթե նույնիսկ դրա մասին խոսակցել են, բարձրաձայն արտահայտվել են, հետո իրենք այդ հնարավոր ենթադրյալ հանցանքի կատարումից, եթե անգամ ընդունեն, որ իրականում ցանկացել են այդ արարքը կատարել։ Նշում են, որ մենք խոսակցել ենք եւ պայմանավորել ենք, որ իմաստ չունի նման արարք կատարել, մենք չենք ուզում հանցագործություն կատարենք։ Մենք նախաքննության ընթացքում խնդրել ենք մի քանի անգամ միջնորդել ենք իրականացնող մարմինին, որպեսզի տրամադրվի այդ ՕՀՄ տվյալների ամբողջական տարբերակը։ Սակայն բոլոր միջնորդությունները անհիմն մերժվել են։ Մեղադրյալ Լիպարիտ Սահակյանի պաշտպան Գեորգի Միքայելյանը մեծ հետ զրույցում հրաժարվեց հարցազրույցից, նշելով, որ այս պահի դրությամբ պաշտպանական կողմը իր դիրքորոշումը հայտնել չի ցանկանում։ Նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը ուղարկվել են դատարան։ Առաջիկա դատական նիստը սույն գործով տեղի կունենա ապրիլի 16-ին։ Խանդը նման է հիվանդության, որն ունակ է կործանել ու այրել բոլոր կամուրջները։ Այս անգամ էլ խանդը այրեց, բայց ոչ միայն իրար կապող կամուրջներն, այլև երիտասարդ կնոջը։ Խանդի հողի վրա տղամարդը կնոջը իջեցրել է իրենց տան նկուղ, ծեծի ենթարկել, ձեռքերը կապել, դանակով, սղոցով սպառնացել, շինարարական ներկը եւ սպիրտը լցրել վրան, որից հետո կրակայրիչով հրկիզել կնոջը պատճառելով մարմնի տարբեր հատվածներում մարմնական վնասվածքներ ու այրվածքներ։ Դեպքի մանրամասները ներկայացնում է վարույթն իրականացնող մարմինը։
Դեռևս օրեր առաջ համացանցում շրջանառվող լուրերից թերևս ամենասարսափելին Արմավիրի մարզի գյուղերից մեկում տղամարդու կողմից իր կնոջ նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքն էր։ 2024 թվականի դեկտեմբերի 13-ին Արմավիրի մարզի գյուղերից մեկում ամուսինը կապել էր կնոջը նկուղում, ծեծի ենթարկել, սպառնացել դանակով, այնուհետև ներկանյութի միջոցով հրկիզել կնոջը, եւ այս ամենը խանդի պատճառով։ 2025 թվականի փետրվարի 26-ին Անձը հաղորդում է ներկայացրել ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժնում այն մասին, որ իր ամուսինը խանդի հողի շուրջ վերջինիս իջեցրել է իրենց բնակարանի նկուղ, որտեղ կապել է վերջինիս, ծեծի է ենթարկել, այնուհետև ներկանյութը լցնելով վերջինիս ոտքի վրա կրակայրիչի միջոցով այրել է վերջինիս։ Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ եւ անմիջապես սերնամուխ են եղել նախաքննության իրականացմանը։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարվել են անհրաժեշտ բոլոր վարույթային գործողությունները, հարցաքննվել են անձին, կատարվել է դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել է ներկանյութը եւ մի շարք այլ իրեր առարկաներ, նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի վայրի զննությունը իրականացվել է, դեպքի վայրում առկա են եղել ներկանյութեր, որոնք վերցվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից եւ նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Մարմնական վնասվածքները բարձելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն եւ համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնասվածք։ Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցի ժամանակ դժոխք ճանաչված կինը երրորդ կարգի այրվածքներով դժվարությամբ, բայց հստակ պատմում էր, որ ամուսնու հետ խանդի պատճառով հաճախ են վիճել եւ հերթական անգամ դեպքի օրը ամուսինը վերջինիս նկուղ էր տարել խոսելու եւ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Կնոջ խոսքերով տղամարդը նաեւ սպառնալիքներ է հնչեցրել իր եղբորը սպանելու վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածով։ Նախաքննության ընթացքում արձակնվել են բազմաթիվ անձիկ, այդ թվում կայացվել է դժոխք ճանաչելու մասին որոշում, ենթադրյալ հանցանք կատարած անձը ձերբակալվել է, հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով։ Միջնորդությունը ներկայացրել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան կալանքը որպես խափան միջոց ընտրելու վերաբերյալ եւ միջնորդությունը բավարարվել է, դեռևս նախաքննությունը իրականացվում է, միջոցներ են ձեռնարկվում ենթադրյալ հանցանք կատարած անձի մասնակցությունը նշված դեպքին ամբողջությամբ բացահայտելու եւ բոլոր մասնակիցներին, ինչպես նաեւ դեպքի ամբողջ ընթացքը բացահայտելու ուղղությամբ։ Կանանց աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Զարուհի Հովհաննիսյանը մեծ զրույցում նշեց, որ սույն դեպքով կինը չի դիմել իրենց կենտրոն, սակայն նմանատիպ մի շարք դեպքեր են գրանցվում Հայաստանի Հանրապետությունում։ Զարուհի Հովհաննիսյանի խոսքով վերջին շրջանում ընտանեկան բռնության գործերով թվի աճ է նկատվում։ Մեր վիճակագրությունը ցույց է տալիս, որ տարեստարի դեպքերը ավելանում են, բայց դա նաև այն պատճառով է, որ թե հանրային գիտակցություններ բարձրանում եւ թե իրազեկվածությունը ծառայությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ոստիկանության կողմից պաշտպանական միջոցներ կիրառելու վերաբերյալ բարձրանում է տեղեկացվածությունը։ Ինչ վերաբերում է դեպքերին, ապա այն դեպքերը, որոնց մասին մենք խոսում ենք, լրատվության մեջ բարձրաձայնվում են եւ այլն, դրանք դեռևս այս ներքի շատ ավելի գագաթնային հատվածներ են, շատ ավելի ծանր դեպքեր են լինում եւ սպանության սպառնալիքներ եւ ինքնասպանության հասցնելու դրվագներ եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու եւ այդ բոլոր դեպքերի պարագայում իհարկե կնոջը հնարավոր է լինում ոստիկանության միջոցով նաեւ տեղափոխել ապաստարան, այսինքն ապահով տուն, որի տեղը ընդհանրապես հնարավոր չէ իմանալ եւ այդ միջոցով նաեւ պաշտպանել կնոջ անվտանգությունը, քանի դեռ նրան սպառնում է բարձր վտանգավորության աստիճան։ Իսկ առհասարակ ավելի շատ մարզերում բնակվող կանանց վերաբերյալ են լինում, այսինքն հիմնականում մարզերում բնակվող կանայք են դիմում եւ ունենում աջակցման կարիք, թե Երևանում էլ ունենք դեպքեր։ Երևանում եւս շատ ունենք դեպքեր, խնդիրը այն է, որ Երևանի
իրազեկվածությունը շատ ավելի բարձր է եւ դեպքերը հասանելի են դառնում ոչ այնքան վտանգավորության բարձր աստիճանի պարագայում։ Օրինակ կարող են զանգահարել եւ հոգեբանական, տնտեսական բռնության պարագայում եւս դիմել աջակցության կենտրոն։ Իսկ մարզերում հաստատի այնպես է լինում, որ պիտի հասնի դանակը կոպիտ ասած ոսկորին, այսինքն լինի ֆիզիկական ծանր բռնություն, նույնիսկ ոստիկանության միջամտություն լինի եւ նոր դեպքը որպես այդպեսին հնարավոր լինի հասանելի դարձնել եւ աջակցության կենտրոնին դիմել։ Ինչ է տեղի ունեցել իրականում եւ ինչ այլ տեղեկություններ դեռևս Երևան կհանի նախաքննական մարմինը։ Նախաքննությունը շարունակվում է դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բնակարանի բազմադրվակ գողության դեպքեր Արմավիրի մարզում։ 28-ամյա երիտասարդը հանցագործություն կատարելիս ցուցաբերել է բարձրաճաշակ գործելաոճ։ Բնակարաններից գողացել է ջութակ, կոնյակ, թանկարժեք թեյի բաժակների հավաքածու եւ մի շարք այլ արժեքավոր իրեր։ 7 բնակարան ապօրինի ներխուժած անձի հերոսությունները մեկ տեսաշարով։ Բնակարանային գողության դրվագներ մեկը մյուսին չզիջող հետաքրքիր սցենարով։ Պտղուն գյուղի բնակիչը հայտնաբերել էր պատուհանը բաց, իսկ տնից գողացել էին ոսկյա զարդեր եւ գումար։ Քրեական ոստիկանները ուսումնասիրեցին այս դեպքի հանգամանքները համեմատելով նմանատիպ նախորդ թիվ տեղի ունեցած դեպքերի հետ եւ վարկած առաջ քաշեցին, որ նախկինում կատարված դեպքերը եւ սա նույն անձի ձեռագիրն է։ Հունվարի 12-ից հետո նմանահազանգերը դադարեցին, սակայն քրեական ոստիկանների օպերատիվ միջոցառումներն ու նախաքննական մարմնի քննչական գործողությունները շարունակվեցին։ Փետրվարի 27-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան տեղեկություն, որ կասկածյալը կրկին ոտք է դրել հանցավոր ճանապարհ։ Այս անգամ հանցավորը ցուցաբերել էր հետաքրքիր գործելաոճ, բնակարանից գողացել էր ջութակ ու կոնյակ։ 2024 թվականի դեկտեմբերի 30-ին մի քաղաքացուց ստացվել էր հաղորդում այն մասին, որ Էջմիածին քաղաքում գտնվող իր տանից անհայտ անձը Եվրոպատոհանը հարմարեցված գործիքի միջոցով բացելու եղանակով մուտք էր գործել եւ այնտեղից գողացել ջութակ եւ 0.5 լիտր տարողությամբ կոնյակ։ 2025 թվականի հունվարի 8-ին մեկ այլ քաղաքացուց եւս ստացվել էր հաղորդում իր տանից գողություն կատարելու վերաբերյալ։ Այս անգամ հանցավորը գողացել էր ոսկյա զարդեր եւ եւս կոնյակ։ Հունվարի 8-ին ստացված հաղորդման համաձայն քաղաքացին եղբոր չբնակեցված տունը հայտնաբերել էր տակնու վրա արած ու թալանած։ Տեխնիկական միջոցի գործադրման բացել են Եվրոպատուհանը եւ հափշտակել թեյի բաժակներ, տղամարդու ձեռքի ժամացույց եւ 3 շիշ կոնյակ։ Հունվարի 9-ին մեկ այլ քաղաքացի հաղորդում էր տվել, որ ծնողների բացակայության ընթացքում բացել են Եվրոպատուհանը, մտել Ոսկեհատ գյուղում գտնվող իրենց բնակարան եւ գողացել 1 ոսկյա ականջող, 2 ոսկյա մատանի եւ մետաղադրամներ։ Հունվարի 9-ին եւս ստացվել էր մեկ այլ քաղաքացուց հաղորդում։ Հանցավորը այս դեպքում գողացել էր 3 ռումինական սպասքի պարագաներ եւ կոնյակներ նորից։ 2025 թվականի հունվարի 12-ին մեկ այլ քաղաքացուց ստացվել էր հաղորդում այն մասին, որ կատարվել էր եւս բնակարանային գողություն։ Այդ ժամանակ հանցավորները գողացել էին ոսկյա զարդեր եւ մոտ 80,000 ընդհանուր դրամ արժողությամբ գումար։ Էջմիածնի Արագածի երկրորդ զանգվածի բնակիչ 28-ամյա երիտասարդը Էջմիածնի Բաղրամյան փողոցում գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի օպերատիվ տեղեկություններ են ստացվել հանցագործություն կատարած անձի վերաբերյալ։ Ձեռնարկված լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում, ձերբակալվել, տեղափոխվել Արմավիրի մարզային վարչություն, որտեղ տվել խոստովանական ցուցմունքներ։ Հետագա քննչական գործողություններով հիմնավորվեց, որ հենց նա է կատարել նախորդ 4 բնակարանային գողությունները։ Դատարանի որոշմամբ 28-ամյա երիտասարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Վաղաշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է։ Գողություններ քաղաքի տարբեր խանութսրահներից հափշտակություն կատարած անձը փականները կոտրելու միջոցով մուտք է գործել Արաբկիր համայնքի տարբեր խանութներ ու կատարել գողություններ։ Մի դրվագով տղամարդը գողացել էր 1 միլիոն արժողությունը գերազանցող ծխախոտներ։ Մնացյալ մանրամասները հենց տեսանյութով։
Առաջին ահազանգը ստացվեց փետրվարի 9-ին։ Կեսօրին մոտ զանգած տղամարդը հայտնել էր, որ 1.5 ժամ առաջ կոտրել են Մայրաքաղաքի Գյուլբեկյան փողոցում գտնվող իր խանութ սրահի դռան բռնակը։ Արաբկիրի համայնքային ոստիկանները մեկնեցին խանութ եւ պարզեցին, որ պատճառվել է միայն գույքային վնաս, իսկ խանութ հանցավորին մտնել չի հաջողվել։ Արդեն հաջորդ օրը ստացվեց մեկ այլ ահազանգ։ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գյուլբենկյան 33/12 հասցեում գործող բջջային հեռախոսների վերանորոգման դռան փականը վնասված է։ Նույն օրը արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Մամիկոնյանց 21 հասցեում գործող Կարուսել սուպերմարկետի դրան դուռը վնասելու միջոցով անհայտ անձը մուտք է գործել ներս եւ այնտեղից գողացել տարբեր տեսակի ծխախոտներ։ Հաջորդ ահազանգը փետրվարի 20-ին էր։ Տեխնիկական միջոցի գործադրմամբ կոտրել էին էլեկտրական ծխախոտի խանութի մուտքի դուռը եւ գողացել 1.400.000 դրամի ծխախոտ։ Փետրվարի 20-ին ոստիկանության արաբկիրի բաժին նույնպես ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտաս 53 հասցեում գործող էլեկտրոնային սիգարետների խանութից անհայտ անձը գողացել է տարբեր տեսակի էլեկտրոնային սիգարետներ։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում դեպքի վայրում կատարվեցին անհրաժեշտ գործողություններ։ Բացահայտվեց, որ տեղի ունեցած գողությունները կատարել է միևնույն անձը։ Արաբկիրի համայնքային ոստիկանների օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում 2 օր անց ենթադրյալ հանցանք կատարած 53-ամյա տղամարդը ձերբակալվեց։ Փետրվարի 22-ին ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ իրացնելիս պարզվել է, որ նշված հանցագործությունները կատարել է Կոտայքի մարզի 53-ամյա բնակիչը։ Նշված անձը փետրվարի 22-ին ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության արաբկիրի բաժին։ Կազմված փաստաթղթերը եւ նշված անձը տեղափոխվել է արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հանցանք կատարած անձին իրավապահները հայտնաբերել էին Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հանցանքի հետքով ծրագիրը յուրաքանչյուր երկուշաբթի պատրաստակամ է ընդունել ձեզ, լսել ձեր իրավական խնդիրը եւ հանրության ուշադրության կենտրոնում պահել այն խնդիրը, որը կարող է լինել կոռուպցիոն ռիսկերով։ Այնպես որ մեզ դիմելու եւ մեզ հետ հանդիպում կազմակերպելու համար կարող եք զանգ տալ նշված հեռախոսահամարին կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին, վստահ լինելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։